Ես կարծում եմ, որ պարոն Կարապետյանը իր կամքով չի եկել Հայաստան։ Պարոն Կարապետյանը քաղաքական գործիչ չի։ Պարոն Կարապետյանը բիզնեսմեն է։ Բիզնեսմեն է, որը Ռուսաստանում ունի բավականին լավ զարգացած բիզնես, ինքը բավականին հաջողակ բիզնեսմեն է, դա իր մոտ բավականին լավ է ստացվում, հակառակ դեպքում ինքը Forbes-ում չէր հայտնվի։ Ինչպես ցանկացած բիզնեսմեն Ռուսաստանում, Պուտինյան Ռուսաստանում, պարոն Կարապետյանը ունի որոշակի աֆիլիացիա իշխանության հետ, այսինքն կախում Կրեմլից, ադմինիստրացիայից, հա, Ռուսաստանի նախագահի։ Հետևաբար այն գործունեությունը, որը պարոն Կարապետյանը փորձել է քաղաքական ծավալել Հայաստանում, ինքը ի սկզբանե, եթե մենք խոսում ենք որպես նպատակ իշխանափոխության մասին, այդ մարդիկ ասում են իշխանափոխություն, չէ՞, մեր ձևով։ Ինքը արդեն անհաջողության է մատնված։ Իրենք շանս ունեն հայտնվել խորհրդարանում, ունեն շանս։ Ես սա գնահատում եմ որպես ռեալ, որպես շանս։ Կարող է հայտնվեն, կարող է չհայտնվեն, շանս ունեն։ Իշխանափոխության շանս նրանք չունեն։